Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1488-րդ օրն է։ Ձեզ համար պատրաստել ենք վառ կիրակնօրյա եթեր, որպեսզի աշխատանքային շաբաթը սկսվի բարձր տրամադրությամբ։ Ուկրաինայի զինված ուժերը 7 ուղղություններով ջախջախել են Ռուսաստանի բանակի մեքենայացված հարձակումը, ոչնչացվել են տասնյակ միավոր տեխնիկա։ Ուկրաինացի զինվորականները խափանել են ռուսական օկուպացիոն զորքերի լայնածավալ հարձակումը Լիման Բարովայա ուղղությամբ, որում ներգրավված էին տանկեր եւ հարյուրավոր հետևակայիններ։ Ուկրաինական զորքերը ետ են մղել թշնամու լայնածավալ գրոհը, տեխնիկայի եւ կենթանի ուժի զգալի կորուստներ պատճառելով նրանց։ Զենիթային դրոնների ուկրաինացի օպերատորները, որոնք գործուղվել էին Մերձավոր Արևելք, գործընկերներին իրանական դրոնների հարձակումները հետ մղելու հարցում օգնելու նպատակով տարածաշրջանի երկրներից մեկում իրականացրել են Իրանի արձակած դրոնների ոչնչացման առաջին հաջող գործողությունները։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ լրատվականի, ուկրաինացի օպերատորները արդեն իսկ իրականացրել են իրանական դրոնների մի քանի հաջող ոչնչացումներ տարածաշրջանի երկրներից մեկում։ Երկրի անունը չի տրվում։ Լրատվամիջոցը հաստատել է, որ ուկրաինական զենիթային դրոնները մեծ հետաքրքրություն են առաջացրել Մերձավոր Արևելքում, հատկապես առաջին խոցումներից հետո։ Ուկրաինան ոչ միայն օգնում է պատնեշ ստեղծել թեհրանյան ահաբեկիչների դեմ, այլև ամբողջ աշխարհով մեկ հետապնդում է նրանց հովանավորներին։ Ռուսական նավերը շրջանցում են Եվրոպան, վախենալով ուկրաինական դրոններից։ Ռուսական գազատար նավերը սկսել են խուսափել միջերկրական ծովի երթուղիներից։ Արկտիկ մետագազ տանկերի պայթյունից հետո, նշում է Magic Port մասնագիտացված պորտալը, ով կմտածեր, չէ, որ այդքան ծովում գերակայության ձգտող մի երկիր հիմա ստիպված է փախչել ուկրաինական դրոններից։ Երեք իրանական ահաբեկչական ռեժիմի մնացորդները երեկոյան հրթիռներով հարվածել են Իսրայելին, ինչպես եւ վայել է ահաբեկիչ Պուտինի ընկերներին։ Հարվածը հասցվել է բնակելի թաղամասերին, որտեղ ապրում էին հասարակ իսրայելցիներ։ Ես գիտեմ, որ ինձ լսում են լատենտ իսլամիստներ Հայաստանից եւ Ռուսաստանից։ Համեմատություն արեք, պարոնայք։ Թրամփը հանում է պատժամիջոցները իրանական նավթի վրայից, որպեսզի երկիրը չկործանվի։ Խոսքը հասարակ իրանցիների մասին է։ Իսկ թեհրանյան ահաբեկիչները հրթիռներով հարվածում են Իսրայելի հասարակ մարդկանց, ոչ թե ռազմական թիրախներին, այլ հենց հասարակ մարդկանց։ Կադրերը Telegram-ում են։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ նրանց մասին, ովքեր ապրում են Հայաստանի հարևանությամբ Արաքսից այն կողմ, եւ եթե որևէ մեկը մոռացել է Եվրոմիության հետ հարաբերությունների ամրապնդման եւ TRIP-ի նախագծի վերաբերյալ, Իրանի կողմից կոշտ ազդակները ուղղված էին նաեւ Հայաստանին։ Ով կարող էր երաշխավորել, որ այդ ֆանատիկները չէին դառնա Հայաստանի թշնամիներ։ Իրանի պատերազմը շատ բազմաշերտ է եւ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ պատերազմի վերլուծությանը։ Այս ֆոնին Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Օրմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հարվածներ հասցնել էլեկտրակայաններին։ Իրանական ռեժիմի ներկայացուցիչը երևի թե վախից դրդված անմիջապես ի պատասխան շտաբ հայտարարեց, որ Օրմուզը բաց է բոլորի համար, բացի Իրանի թշնամիներից։ Երևի թե ավելի հիմար հայտարարություն դժվար էր պատկերացնել։ Հայտարարությունն արել է միջազգային ծովային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Մուսավին, երևի թե շատ է վախեցել Մուսավին։ Ըստ նրա պնդման օտարերկրյա նավերը կարող են անցնել նեղուցով, եթե անվտանգության միջոցառումները համաձայնեցվեն իրանական իշխանությունների հետ։ Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել միջազգային ծովային կազմակերպության այլ երկրների հետ ծովում անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ Պարսից ծոցում նավաստիներին պաշտպանելու համար։ Ինչ էլ եզրույթներ են, չէ, ահաբեկիչի համար։ Դիվանագիտությունը մնում է Իրանի առաջնահերթությունը, ասել է Մուսավին, բայց հավելել է, որ ագրեսիայի լիակատար դադարեցումը եւ փոխադարձ վստահությունը ավելի մեծ նշանակություն ունեն։ Տեսանելի է, որ հանցագործ ռեժիմը սկսել է դողալ, բայց ամենահետաքրքիրը այն է, որ չնայած իրանական ռեժիմի մնացորդների վախին, ես այնքան էլ չեմ հավատում, որ Թրամփը կգնա Իրանի ոչնչացմանը։ Նա այս պատերազմով լուծում է նաեւ իր համար մի շարք այլ հարցեր։ Ոչնչացված Իրանը Թրամփի պլանների մեջ չի մտնում։ Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ հնարավորությունը ունի, ինչպես Ռուսաստանն էր փորձում մեր էներգետիկան ոչնչացնել, բայց չկարողացավ։ Մենք տեսնում ենք, որ ամերիկյան ինքնաթիռները Իրանի օդում գերիշխող են եւ նրանք հեշտությամբ կարող են Իրանը պարզապես զրկել էլեկտրականությունից։ Բայց ինչպես ասացի, Թրամփը այլ հարցեր է լուծում եւ նույնիսկ նավթագազային ենթակառուցվածքներին հարվածները շատ քիչ են։ Սկզբից ընդհանրապես չկային, հետո նախազգուշական հարվածներ տեղի ունեցան, բայց որքան տեսնում ենք Թեհրանի ռեժիմի մնացորդները դեռ ամբողջովին ճիշտ չեն ընկալում իրավիճակը, թե
Թե ինչու Թրամփը չի գնա Իրանի ոչնչացմանը, ես քիչ ուշ կպատմեմ ձեզ այլ խնդիրների մասին, որոնք Թրամփը ստեղծել է ոչ միայն Իրանի համար, Եվրոպական միությունում Ուկրաինայի համար հուսադրող հայտարարություն են արել Եվրոմիության ձախողված գագաթնաժողովից հետո Եվրոմիությունը կգտնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու տարբերակը, չնայած Հունգարիայի վետոին, նման հայտարարություն է արել Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Եվրոմիության երկրները Ուկրաինայի ֆինանսավորման մասին որոշումը 26-ից 27 թվականների համար կայացրել են դեռևս 25 թվականի դեկտեմբերին։ Այդ նպատակով Կիևը առաջիկա 2 տարում եվրոպական երկրներից կստանա 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ Եվրոմիության բյուջեի երաշխիքների ներքո։ Դրանցից 30 միլիարդ եվրոն կուղղվի անմիջապես Ուկրաինայի բյուջետային աջակցությանը, իսկ 60 միլիարդ եվրոն Ուկրաինայի զինուժի համար ռազմական տեխնիկայի, սարքավորումների, զենքի եւ զինամթերքի գնմանը։ Հունգարիայի թեման կշարունակեմ եթերի երկրորդ մասում։ Իդեպ մի փոքր ճշտում երեկվա եթերում Չեխիայում հրդեհի մասին ձեզ տեղեկացնելուց լրատվամիջոցները նշել էին գործարանի մասին։ Թարմացված տեղեկատվության համաձայն այրվել են ոչ թե դրոններ արտադրող գործարանը, այլ այդ դրոններ արտադրող ընկերության պահեստը։ Սա մի փոքր այլ բան է, բայց միևնույն է վնասը։ Պուտինասերները եւ Պաղեստինասերները պետք է իրենց աղաբեկչական գործին են։ Բավական վտանգավոր լուր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, քանի որ խոսք գնաց դրոնների մասին, ասեմ, որ Ամերիկայում, որտեղ միջուկային ռմբակոծիչների բազան օրերս այցելել էին անհայտ դրոններ, խոսքը Լուիզիանայում Բարքսդեյլ ռազմաբազայի մասին է, որտեղ մեկ շաբաթ շարունակ պտտվել են տասնյակ անհայտ դրոններ, ինչը մտահոգություն է առաջացրել դրանց հնարավոր ռազմական բնույթի պատճառով։ Ինձ թվում է դեռ ամերիկյան շատ ռազմական պատասխանատուներ մինչև վերջ չեն ընկալում նորագույն պատերազմի իրավիճակը։ Միջադեպը համարվում է ավելի մասշտաբային եւ վտանգավոր, քան սկզբում հաղորդվում էր, եւ կարող է կապված լինել Իրանում Ամերիկայի գործողությունների հետ։ Այս եզրակացությանն են գալիս ABC News-ը եւ Independent-ը։ Ամերիկայում կրկին տեղի է ունեցել միջադեպ անհայտ դրոնների մասնակցությամբ։ Լուիզիանայում տեսել են դրոնների ալիքներ, որոնք պտտվել են կարևոր ռազմաբազայի վրա։ Յուրաքանչյուր ալիքում եղել է 12-ից 15 դրոն եւ այդպես շարունակվել է մեկ շաբաթ։ Դրոնները նկատվել են Լուիզիանայի Բարքսդեյլ ավիաբազայի վրա, Ամերիկայի ռազմաօդային ուժերի կարևորագույն եւ խոշորագույն ռազմավարական օդանավակայաններից մեկի տարածքում։ Բարքսդեյլը Ամերիկայի ռազմաօդային ուժերի մեծությամբ երկրորդ օդանավակայանն է, որն ունի ավելի քան 40 B-52 ռմբակոծիչների նավատորմ եւ վճռորոշ դեր է խաղում ռազմաօդային ուժերի միջուկային պաշտպանության կարողությունների հրամանատարության եւ կառավարման գործում։ Բազայից հայտնաբերել են մի շարք չարտոնված դրոններ, որոնք գործել են ԱՄՆ օդային տարածքում մարտի 9-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում, սակայն գաղտնի փաստաթղթերում նշվում է, որ դրոնները հայտնվել են ալիքներով, դրանք թռչում էին բազայի վրայով եւ դուրս էին գալիս այնպես, որ խուսափեն հայտնաբերումից։ 12-ից 15 դրոններից բաղկացած ալիքները գործել են զգայուն գոտիների վրա, դրանք ունեցել են ոչ կոմերցիոն ազդանշան, մեծ հեռավորության վրա կառավարման անցուղիներ եւ դիմացկունություն խլացման նկատմամբ։ Դրոնների վրայի լույսերը վկայում էին այն մասին, որ օպերատորները հնարավոր է ստուգում էին անվտանգության միջոցառումները բազայում։ Թռիչքները տևել են օրական մոտ 4 ժամ, իսկ դրոնները օգտագործել են ներթափանցման տարբեր երթուղիներ եւ կանխամտածված մանևրումներ սահմանափակ օդային տարածքում, շեշտել է ABC-ն։ Ամենայն հավանականությամբ դրոնները ռազմական էին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալը լրագրողներին ասել է, որ սրանք էնտուզիաստներ չէին, որոնք պարզապես շատ հեռու էին գնացել, նրանք ովքեր արձակել էին դրոնները ցանկացել են տեսնել, թե ինչպես կարձագանքեն դրանց։ Վերլուծաբանները կարծում են, որ նման թռիչքները կշարունակվեն։ Այ որ մի տարի առաջ Զելենսկին Թրամփին առաջարկում էր ուկրաինական զենիթային դրոնները, հենց այս նպատակով էր առաջարկում, որովհետև Ռուսաստանը արդեն ունի դրոնային փորձ Ուկրաինայի հետ պատերազմում եւ կարող է վտանգ ներկայացնել Ամերիկայի համար։ Շատ ամերիկացիներ նույնիսկ չեն կարող դա իրենց պատկերացնել, ինչպես մինչև վերջերս շատերը չէին հասկանում, թե ինչ աստիճանի չարագործ է Պուտինը։ Քանի դեռ հայկական եթերներում տարբեր դատարկախոսներ կռիվ են խաղում, իրանական պատերազմը Չինաստանին թակարդն է գցել, Պարսից ծոցում հակամարտության էսկալացիան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությանը կանգնեցրել է բարդագույն ընտրության առաջ, Պեկինի ավանդական ռազմավարությունը նստել սարի գագաթին եւ հետեւել վագրերի մարտին, ինչպես չինական դասական գրականության կապիկների արքայի մետաֆորն է, այլևս չի ապահովում Պեկինի շահերի անվտանգությունը։ Տարածաշրջանի էներգետիկ
ենթակառուցվածքներին հասցվող ուղղակի հարվածները վտանգի տակ են դնում ոչ միայն նավթի մատակարարումները, այլև Մերձավոր Արևելքում Չինաստանի ազդեցության ողջ ճարտարապետությունը։ Սի Ցզինպինի տարածաշրջանային քաղաքականության հիմքը Իրանի հետ 21 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության 25-ամյա համաձայնագիրն է։ Գործարքի շրջանակներում Պեկինը պարտավորվել է մինչև $400 միլիարդ ներդնել իրանական էներգետիկայի եւ ենթակառուցվածքների մեջ արևմտյան պատժամիջոցները շրջանցող հումքի կայուն մատակարարումների դիմաց, սակայն ներկայիս պատերազմը իր շտկումներն է մցրել։ Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Չինաստանի եւ գլոբալացման կենտրոնի նախագահ պետխորհրդի նախկին խորհրդական դոկտոր Հենրի Հուեյաովանը ընդգծել է, որ Պեկինի համար իրավիճակը դառնում է ծայրահեղ բարդ։ Նման եզրույթներից Չինաստանում միշտ աշխատում են խուսափել, իսկ եթե հիմա օգտագործում են, նշանակում է, որ իրականում իրավիճակը շատ ավելի վատ է։ Մեջբերեմ, սկզբնապես Չինաստանը վճռականորեն դատապարտեց Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ, դա դիտարկելով որպես ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների եւ ինքնիշխանության խախտում, նշում է Վանը, բայց Իրանի հետագա հարվածները ծոցի արաբական միապետությունների նավթային օբյեկտներին դիպան Չինաստանի կենսական շահերին։ Չինաստանի համար, որը ներկրում է իր էներգապաշարների ավելի քան 70%-ը, Օրմուզի նեղուցի շրջափակման սպառնալիքը էկզիստենցիալ է։ Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կայունությունը Պեկինի համար պակաս կարևոր չէ, քան Թեհրանի հետ կապերը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ 26 թվականի հունիսին նախատեսված Չինաստան-արաբական երկրներ մասշտաբային գագաթնաժողովը Վանի կարծիքով երկխոսության փոխարեն ջունգլիների օրենքի էսկալացիան խարխլում է Չինաստանի դիրքերը որպես տարածաշրջանի գլխավոր առևտրային գործընկերոջ։ Պեկինի վերլուծաբանները փորձում են վերծանել Թրամփի վարչակազմի վերջնական նպատակը, արդյոք ամերիկյան նախագահը կգնա էներգետիկ շանտաժի։ Դոկտոր Վանը ենթադրում է, որ Սպիտակ տունը կարող է ձգտել Չինաստանին ամբողջությամբ կտրել իրանական նավթից, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի գլոբալ տնտեսության կոլապսի։ Թրամփի սպասվող այցը Պեկին Չինաստանում դիտարկվում է որպես կրիտիկական կետ։ Պեկինում դեռ հիմնավորված կերպով հավատում են փոխադարձ աշխարհաքաղաքական զիջումներին։ Դե իսկ գիտեք, Թրամփը արդեն հասցրել է հետաձգել այդ հանդիպումը, իսկ այդ ընթացքում ռուսական զորքերի գարնանային հարձակումը որքան արագ սկսվեց, նույնքան արագ էլ կարծես ավարտվեց։ Դե առնվազն առաջին ալիքը 3 ռազմաճակատում տեղի է ունեցել ընդամենը 148 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 940 օկուպանտի եւ նրանց 2048 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,287,880-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Ինչպես հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով, դա շատ է մեզ օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Շարունակելով Հունգարիայի թեման, պատմեմ ձեզ Washington Post-ի հրապարակման մասին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն Կրեմլին տեղեկացրել է եվրոպական երկրների դիրքորոշումների մասին հենց Եվրոմիության նիստերի ժամանակ։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն պարբերաբար Ռուսաստանի հետ կիսվել է Եվրոմիության նիստերի քննարկումների վերաբերյալ տեղեկություններով։ Հենց նման նիստերի ընդմիջումների ժամանակ նա զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նրան տեղեկացնելու քննարկումների ընթացքի մասին։ Այս մասին գրում է Washington Post-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյայի։ Ըստ պարբերականի տվյալների, ռուս նախարարի հետ նման զրույցների ժամանակ հունգարական դիվանագիտության ղեկավարը նրան է փոխանցել օպերատիվ հաշվետվություններ նիստերում քննարկվող թեմաների վերաբերյալ եւ տեղեկացրել է հնարավոր որոշումների մասին։ Թերթի աղբյուրը հայտարարել է, որ նմանատիպ շփումների շնորհիվ Ռուսաստանը երկար տարիներ փաստացի ներկայ է եղել բանակցությունների սեղանի շուրջ Եվրոմիության հանդիպումների ժամանակ։ Նյութում ասվում է, որ Սիարտոն չի պատասխանել լրագրողների հարցմանը, մեկնաբանելու աղբյուրի հայտնած տեղեկությունը։ Պարբերականը նաև շեշտում է, որ Ուկրաինա-ռուսական լայնամասշտաբ ներխուժումից
հրավիրումից հետո Հունգարիայի արտգործնախարարը առնվազն 16 այց է կատարել Մոսկվա, որոնցից վերջինը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 4-ին, երբ նա հանդիպում է ունեցել ռուսական ռեժիմի ղեկավար Պուտինի հետ։ Այս հայի նկատի ունեի 3 չառաջորվա եթերում, երբ ասում էի, որ Պուտինը առնվազն այս этаպում Եվրոմիության նկատմամբ հաղթանակ է տարել եւ տեկուս տակտիկական, բայց լուրջ վերլուծություն է պետք, որպեսզի իրավիճակից դուրս գալ։ Եվրոպան պարալիզացված է Պուտինի կողմից, Պուտինի ագենտների կողմից։ Շարունակելով Հունգարիայի թեման, ասեմ, որ Ռուսաստանի հետախուզությունը կարող էր նախապատրաստել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ մահափորձի բեմականացում, այս մասին նույնպես հայտնում է Washington Post-ը, հղում անելով եվրոպական հատուկ ծառայությունների աղբյուրներին, ըստ թերթի տվյալների բեմականացման գաղափարը քննարկվել է Հունգարիայում կայանալիք ընտրություններից առաջ Օրբանի վարկանիշի անկման պատճառով։ Ներկայիս վարչապետը իրականում վախենում է, որ կարող է տանուլ տալ օրհասական կարևորություն ունեցող քարոզարշավը։ Ռուսական հետախուզության հաշվետվության մեջ իբր առաջարկվել է կազմակերպել մի միջադեպ, որը քաղաքական գործ չի նախընտրական քարոզարշավին այլ երանգ կհաղորդեր, ոչ թե սոցիալ-տնտեսական, ինչպես նախկինում էր, այլ շեշտը կդրվեր անվտանգության եւ կայունության հարցերի վրա։ Ենթադրվում էր, որ նման մեթոդը կարող էր բարելավել գործող վարչապետի դիրքերը կեղծ սպառնալիքի ֆոնին ընտրողների մոբիլիզացիայի հաշվին։ Միևնույն ժամանակ հայտնի չէ արդյոք այս ծրագիրը իրականացվելու է, թե դրանից հրաժարվել են։ Վիկտոր Օրբանի շրջապատում իրավիճակը չեն մեկնաբանել, իսկ Կրեմլում նման հաղորդագրությունները անվանել են ապատեղեկատվություն։ Սա լիովին Կրեմլի ոճի մեջ է, կարծում եմ լսարանը արդեն գիտի Ռուսաստանում նախապատրաստվող օրենքի մասին, որով Պուտինին ցանկանում են իրավունք տալ զորք մտցնել այն պետություններ, որտեղ Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ Կրեմլին դուր չեկող դատական որոշումներ կլինեն։ Սա շատ վտանգավոր է եւ նաեւ կարող է ուղղված լինել նաեւ Հայաստանին, հատկապես նախընտրական պերիոդում, այնպես որ պետք է շատ ուշադիր լինել արտաքին միջամտության առումով, որպեսզի զերծ պահենք հայկական քաղաքական դաշտը օտարերկրյա ազդեցությունից։ Իրավիճակը Ռուսաստանում գնալով բարդանում է, Z միլիտարիստները դուրս են եկել Կրեմլի դեմ, խոշոր տելեգրամային ալիքներից մեկը խոստովանել է հսկայական կորուստները եւ մեղադրել Պուտինին պարտության մեջ։ Ռուսաստանյան Z միլիտարիստների շարքերում պատերազմի 5-րդ տարում սկսել են արագորեն աճել բողոքական տրամադրությունները։ Ռուսական ամենախոշոր Z ալիքներից մեկը Սվոդկի Ապալչենիա Զով անսպասելիորեն խոսել է ռազմաճակատում կրած կորուստների մասին եւ հանդես եկել Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ։ Գրառումը հրապարակվել է մարտի 20-ին։ Քարոզիչները Կրեմլից պատասխան են պահանջել, թե ինչու լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարում առաջնագծում գտնվող ռուս զինվորները հագեցած չեն նույնիսկ դրոններից պաշտպանվելու նվազագույն միջոցներով եւ խոսքը նույնիսկ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին չէ, այլ սովորական հրաձգային զենքի։ Գրառման վերջում քարոզիչները համարձակորեն ակնարկել են Վլադիմիր Պուտինի ռեժիմի տապալման անհրաժեշտության մասին։ Նմանատիպ տրամադրությունները գնալով ավելի ուժգին են համակում Z միլիտարիստներին, որոնք մինչև վերջերս ռեժիմի աջակցության կորիզն էին։ Ձգձգված եւ անհաջող պատերազմը եւ համացանցի արգելափակումները բերել են իշխանության վարկանիշների գահավիժման եւ Կրեմլի համար իրավիճակը արագորեն վատթարանում է։ Միևնույն ժամանակ Ամերիկայի եւ Իսրայելի հատուկ ծառայությունները շարունակում են պարզել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրի եւ վիճակի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ նրա դերը երկրի կառավարման գործում։ Նոր այաթոլլան սերտորեն կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որն օրեցօր ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում պետական գործընթացների վրա։ Այս մասին գրում է Axios-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զավթում է Իրանը եւ նրանք խենթ են, նշում են լրագրողները, նրանք ծայրահեղ գաղափարականացված են եւ պատրաստ են մեռնել եւ առերեսվել Խամենեիի ավակի հետ։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, ով սպանվել էր ամերիկա-իսրայելական գործողության արդյունքում, իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հաստատել են, որ Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունից հետո, ում իսրայելական կողմը համարում էր Իսլամական Հանրապետության փաստացի առաջնորդը, իշխանության մեջ վակուում է առաջացել, որն աստիճանաբար փորձում են լրացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Չեմ ցանկանում չափազանց ծանրաբեռնել Կիրակնօրյա եթերը, հիշեցնեմ, որ ուկրաինական բոլոր հարվածների մասին կարող եք տեղեկանալ մեր Telegram-յան ալիքում, QR կոդը նորից ձեր էկրաններին է, տեղեկացնեմ ձեզ, որ Ռուսաստանը 3 գիշեր նորից փորձել է իր ավանդական վնասը հասցնել խաղաղ ուկրաինացիներին 139 հարվածային դրոններ կիրառելով, սակայն մեր հոպը արդեն վնասազերծել է դրանցից 127-ը, եթերի պատրաստման պահին այդ օդային մարտը դեռ շարունակվում է, հուսանք բոլորը կոչնչացվեն, այսքանով ավարտեմ Կիրակնօրյա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ կօգնի, ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում, թող գալիք շաբաթ բոլոր նպատակները իրականանան եւ միշտ նոր հանդիպում նոր եթերում, բարով մնաք եւ գլխավորը անփորձանք